Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շուրջ 5 տասնյակ երկրների ներկայացուցիչներին, նախագահներ, կառավարության ղեկավարներ, Կարմիր գորգի վրա դիմավորում էր Նիկոլ Փաշինյանը։ Հյուրերից առաջինը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն էր, որ եկավ մարզահամերգային համալիր։ Նրանից հետո Փաշինյանը դիմավորեց Նորվեգիայի, Կանադայի վարչապետներին։ Մինչ Փաշինյանի հետ ձեռք սեղմումը լրագրողների հարցերին պատասխանեց Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նա սակայն անպատասխան թողեց մեր հայ գործընկերների հարցը, թե ինչու էր Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր տալիս Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Քննարկելու ենք նաև մեր ճանապարհը դեպի Եվրամիություն։ Մի քանի երկրների առաջնորդների հետ կխոսենք, այդ թվում Լեհաստանի։ Նրանց աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Մենք աջակցության փաթեթներ կարող ենք ստանալ ժողովրդին պաշտպանելու համար։ Շատ բաներ կան քննարկելու։ Լրագրողներին մոտեցավ նաև Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին նա պատասխանեց, թե Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են։ Իհարկե եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի։ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են։ Իհարկե եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի։ Լրագրողներից հաջողվեց մի քանի մեկնաբանություն ստանալ նաև Էմանուել Մակրոնից։ Նա պետական այցով է Հայաստանում։ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող գործողությանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է անում Միացյալ Նահանգներին եւ Իրանին համակարգված ձևով վերաբացել Հորմուզի նեղուցը։ Նաև խոսել է եվրոպական անվտանգության մասին։ Եվրոպան կառուցում է սեփական անվտանգությունը, պաշտպանությունը։ Եվրոպայի անվտանգային մարտահրավերները դուրս են Եվրոպական միության սահմաններից։ Եվրոպան ավելի ընդարձակ է։ Սա ինձ համար կարևոր առիթ է շարունակել առաջ մղել եվրոպական այս նախագիծը, Եվրոպայի քաղաքական համայնք հարթակը։ Եվրոպայի անվտանգության համար մենք 22-ին ստեղծել ենք եվրոպական քաղաքական համայնքը, ստեղծել ենք կամավորների կոալիցիա Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու համար։ Եվրոպացիներն իրենց ձեռքն են վերցնում սեփական ճակատագիրը, ավելացնում են պաշտպանական ծախսերը եւ միասին են գտնում անվտանգությունն ամրապնդելու կարգավորումներ։ Գագաթնաժողովի ամենամեծ ինտրիգը, որ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությանը, հանգուցալուծվել է այսօր։ Բաքվից հայտնել են, թե նա հեռավար է մասնակցելու այս գագաթնաժողովին։ Թուրքիան Երևանյան գագաթնաժողովին ներկայացել է փոխնախագահ Ջևդեթ Ելմազի մակարդակով։ Կառուցելով ապագան, միասնություն եւ կայունություն Եվրոպայում կարգախոսով գագաթնաժողովը այս րոպեներին արդեն սկսվել է։ Օրակարգում եվրոպական համագործակցության ընդլայնումն է էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ Ուշադրության կենտրոնում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, մերձավոր արևելքի դրությունը։ Հայտնի է նաև, որ ընդունվելու է համատեղ հայտարարություն, ինչպես նաև Եվրամիություն-Հայաստան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու։ Ալբերտ Սերոփյան, Առաքել Օհանյան, Հայլուր։